Հիմա ես մի հարց եմ ուզում, ուսկն 3 հարց եմ ուզում։ Առաջինը, ակնհայտ է, որ այս ծրագիրը չի ասել իր թիրախին, որովհետև եկել է, եթե 100,000 մարդ միջինը 4 հոգու վերցնենք, եկել է 25,000 ընտանիք, մենք հիմա խոսում ենք 2,000-ից քչի մասին։ Հիմա առանց ծրագիրը փոփոխելու հավելյալ միջոց ներգրավելու իմաստը ո՞րն է, որտեղ ակնհայտ է, չէ, որ նենց չի, որ մարդիկ ջարդում են բանկերի դռները, փող չկա եւ դրա համար պետությունը գնում է վարկա վերցնում, որպեսզի պահանջարկը բարելավի։ Հիմա այդ փողը կա, հետեւաբար առանց ծրագրի փոփոխության փող պարտք վերցնելը անիմաստ է։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը տոկոսների հետ կապված։ Ես ինչ ասում եմ դեկտեմբերի 12-ով եմ ասում, որտեղ 3 եմ թվերը նայել։ 180 օրվա սոֆրը 427-ը։ Գումարենք 0.08, այսինքն 5-ի կարգի է դառնում։ Հիմա պետությունը 5%-ով վարկ է վերցնում, ճիշտ է, դոլարով է վերցնում, բայց ինչքանով է ինքը դա տալիս բանկերին, բանկերը 13%-ով դրամով տալիս են քաղաքացիներին։ Այստեղ ուզում եմ այդ հասկանալ բանկին ինչքանով է տալի, որ հասկանամ բանկը սրա ընթացքում ինչքան գումար է աշխատում։